Այս Սուրբ Ծննդյան առավոտյան ցանկանում եմ ձեզ մի պատգամ փոխանցել երեք պատմություն խոնարհության մասին եւ երեք դաս այս պատմություններից։ Երեք պատմություն եմ կարդալու Սուրբ գրքից, որոնք առնչվում են Սուրբ Ծնունդին եւ Աստվածայտնության տոնին։ Եվ այդ երեք պատմություններից քաղելու ենք երեք կարևոր դասեր։ Եվ այսպես առաջին պատմությունը արձանագրված է Ղուկասի ավետարանում 26-ից 38 համարները ընթերցենք։ Ղուկաս առաջին գլուխ 26-ից 38։ 6-րդ ամսուն մեջ Գաբրիել հրեշտակը Աստծուծմե ղրկվեցավ Գալիլեայի մեկ քաղաքը, որուն անունը Նազարեթ էր։ Կույսիմը մարդումը նշանած, որուն անունը Հովսեփ էր։ Դավթի տունեն, այն կույսին անունը Մարիամ էր։ Հրեշտակը նրան երթալով ըսավ. ողջույն քեզով շտորընկալ կույս, Տերը քեզ հետ է, դու կանանց մեջ օրհնյալ ես։ Մարիամ զանիկատեսնելով անոր խոսքին վրա շփոթվեց եւ ինքն իրեն կմտածեր, թե ինչպիսի բան պիտի լինի այս ողջույնը։ Հրեշտակը նրան ասաց. մի վախենար Մարիամ, վասնզի Աստծուց մեծ շնորհքը գտար, ահա պիտի հղանաս ու որդիմը պիտի ծնանես եւ անոր անունը Հիսուս պիտի դնես։ Նա մեծ պիտի լինի, բարձրալի որդի պիտի կոչվի, Տեր Աստված նրան պիտի տա իր հոր Դավթի աթոռը ու Հակոբին տան վրա հավիտյան պիտի թագավորի։ Անոր թագավորությունը վերջ պիտի չունենա։ Մարիամն ասաց հրեշտակին. ինչպես պիտի լինի այդ բանը, որովհետև ես այր մարդ չեմ իմանում։ Հրեշտակը պատասխան տալով ասաց նրան. Սուրբ Հոգին պիտի գա քեզ ու բարձրալի զորությունը քո վրա Հովանի պիտի լինի, ուստի այն քեզանից ծնվելու Սուրբը Աստծո որդի պիտի կոչվի։ Ահա քո ազգականդ Եղիսաբեթը, անիկայալ իր պարավության ատենը արու զավակով մհղի է, անիկա այն ամուլ ըսվածին 6-րդ ամիսն է։ Վասնզի Աստծո քով բնավ անհնարին բան չկա։ Մարիամն ասաց. ահա ես Տիրոջ աղախինն եմ, քո ասածիդ պես թող լինի ինձ։ Հրեշտակը անոր քովեն գնաց։ Միջև բուն պատմությանը անդրադառնալ, մի այսպես կարճին տեղեկություն եմ ուզում ձեզ փոխանցել։ Հավանաբար ձեզ մոտ հարց է առաջացել, թե ինչու մենք հայերս տոնում ենք Սուրբ Ծնունդը հունվար 6-ին։ Ճիշտ է, մինչ ամբողջ աշխարհը կարող ենք ասել, Սուրբ Ծնունդը տոնում է դեկտեմբեր 25-ին։ Ինչ է, էլի սենց մի բան է, որով մենք ուզում ենք առանձնանալ ամբողջ աշխարհից։ Սա խորը պատմական հենք ունի, սիրելիներ։ Իրականում կոնկրետ օրը դժվար է ասել, թե ճիշտ օրը երբ է, բայց մոտավոր հաշվարկներ կան, որի աղբյուրը այս խոսքերի մեջ է պարփակված։ Այստեղ հրեշտակը հայտնում է Եղիսաբեթի ուրեմն հղի լինելու մասին, որ Զաքարիա քահանայի կինն էր, որին Աստված նույնպես այցելեց եւ հայտնեց, որ պիտի որդի ունենա, դա Հովանես Մկրտչի ծննդյան լուրն էր, որ հայտնեց։ Ուրեմն այս հատվածում, երբ Աստծո հրեշտակը Մարիամին այցելում է, հայտնում է իր որդի ունենալու մասին, նշվում է, որ Եղիսաբեթ արդեն 6 ամիս է, ինչ հղի էր։
Աստված հայտնվեց Զաքարիային եւ հայտնեց Հովանես Մկրտչի ծննդյան մասին հրյաների տաղավարած տոնի ժամանակ, որ մոտավորապես հաշվարկվում էր դա սեպտեմբեր ամսվա կեսից հետո էր մինչև հոկտեմբեր ամսվա սկիզբը։ Եթե դրանից 6 ամիս առաջ գնանք, դա մոտավոր գալիս կանգնում է հաշվարկներով գալիս կանգնում է ապրիլ 7, ապրիլ 6, ապրիլ 7, իսկ այդ ժամանակ հայտնվեց Մարիամին Հիսուսի ծննդյան, ուրեմն հղիության նրա լուրը։ Այդ օրվանից, երբ որ հաշվում ենք 9 ամիս, գալիս է եւ կանգնում է հունվար 6, հունվար 6, հունվար 7, այս շրջանում։ Հայկական եկեղեցին, հայ եկեղեցին, մեր մայր հայ առաքելական եկեղեցին պահպանեց այս հնուց եկած ավանդույթը սովորությունը նշել Սուրբ Ծնունդը հունվար 6-ին, մինչ հռոմեական կայսրությունը այն տեղափոխեց դեպի դեկտեմբեր 25-ը։ Բայց մենք պահպանեցինք այդ հին ուրեմն սովորույթը եւ ծննդյան օրը, որ մինչ այդ եկեղեցին նշում էր հունվար 6-ին։ Այստեղից է գալիս հաշվարկ, հասկանալի է, չէ՞։ Բայց էականը դա չէ, սիրելիներ։ Էականը այն փաստն է, որ Աստված մարդկությանը այցելության եկավ։ Սա այն խոստումն էր, որը Աստված դեռևս Ադամին եւ Եվային տվեց Եդեմական պարտեզում, երբ նրանք մեղանչեցին Աստծո առաջ, մեղ գործեցին։ Աստված այնտեղ կորսված մարդկանց, օրինազանց մարդկանց, մահվան դատապարտված մարդկանց, սատանայի իշխանությունը իրենց վրա հռչակած մարդկանց, ոչ թե ճշտամաբար վերաբերվեց, ճիշտ է, արդարությունը պահանջում էր, որպեսզի նրանք իրենց արժանի հատուցումը ստանային, բայց Աստված հույսի եւ կյանքի խոստում տվեց նրանց, հայտնելով կնոջ սերունդից ծնվողի մասին, որը պիտի գար ջախջախելու համար սատանայի գլուխը, օձի գլուխը։ Ամբողջ 5 տակարանը մարգարեանում է սրա մասին։ Եվ ավասիկ այս պատմության մեջ մենք տեսնում ենք մի պատանի աղջնակ, որը նոր նշանված էր, հնում այդպես էր, հնում մեր տատերն են շատ փոքր տարիքում նշանվել, շատ փոքր տարիքում են ամուսնացել։ Եվ այստեղ էլ շատ պատանեկան տարիքում Աստծո հրեշտակը հայտնվում է Մարիամին եւ մի ապշեցուցից մի զարմանալի լուր է հայտնում նրան, որը դժվար պիտի ընկալվեր Մարիամի կողմից։ Հրեշտակը նրան ասում է. ողջույն քեզ, ով շնորհընկալ կույս, Տերը քեզ հետ է, դու կանանց մեջ օրհնյալ ես։ Ամենաօրհնյալ կինը, որ երբևէ ապրել է աշխարհիս վրա, դա տիրամայրն է, Մարիամը։ Եվ այս պատանի աղջնակին ասում է, որ դու կանանց մեջ միակն ես անկրկնելին, դու օրհնյալ ես կանանց մեջ։ Հետո մենք կարդում ենք, տեսնում ենք, որ ասում է, դու երանելի ես կանանց մեջ, ով շնորհընկալ կույս։ Մարիամը նրա խոսքի վրա գրված է շփոթվեց։ Եվ ինքն իրեն մտածում էր, սա ինչ պիտի լինի, ինչ է այս ողջույնը։ Հրեշտակն ասում է, մի վախեցիր Մարիամ, որովհետև Աստծուց շնորհք գտար։ Ահա պիտի հղանաս, որդի պիտի ծնես եւ անոր անունը Հիսուս պիտի դնես։ Նա մեծ պիտի լինի, բարձրալի որդի պիտի կոչվի։ Եվ Աստված նրան պիտի տեր Դավթի աթոռը Հակոբի տան վրա եւ հավիտյան պիտի թագավորի, նրա թագավորությունը վերջ պիտի չունենա։ Այս խոսքերը Մարիամի ականջին հնչում էին, գիտեք, ոնց որ երկնքում ամպրոպը, կարծես ամպրոպի էպիկենտրոնում լիներ, որովհետև նրա ականջը չէր կարող ընկալել, չէր կարող նրա միտքը հասկանալ այս խոսքերի նշանակությունը։ Ով է խոսողը, ում է խոսում,
Եվ ինչ է ասում։ Շփոթվեց։ Չէր սպասում նման բանի։ Այս լուրը ցնցեց նրան։ Ինչ էր լուրը։ Որդի պիտի ունենաս։ Զավակ պիտի ունենաս։ Եվ նա բարձրալի որդի պիտի կոչվի ու նրան պիտի տրվի իր հոր Դավթի աթոռը, իշխանությունը։ Շփոթված Մարիամը հարցնում է հրեշտակին. Ինչպես է դա հնարավոր։ Հրեշտակը պատասխանում է. Սուրբ Հոգին պիտի գա քեզ եւ բարձրալի զորությունը քո վրա Հովանի պիտի լինի, ուստի այն քեզնանից ծնվող Սուրբը Աստծո որդի պիտի կոչվի։ Եվ ասում է Աստծո մոտ անհնար բան չկա։ Այս խոսքը մարդկային ուղեղին հասանելի խոսք չէր, որովհետև երբևէ պատմության ընթացքում նման դեպք չէր եղել, չէր կարող կույսը հղանար։ Գոնե սա հասկանում էր Մարիամը, բայց միևնույն ժամանակ նա կարող էր պատկերացնել այդ հղիությունը ինչ հետևանքներ պիտի բերեր իր կյանքին։ Ինչպես պիտի նա բացատրեր այս եղածը իր նշանածին Հովսեփին, ինչպես պիտի նա բացատրեր այս եղածը նրա ընտանիքի անդամներին, ինչպես նա պիտի կարողանար այս ամենը բացատրեր հասարակությանը, մարդկանց, եւ վերջապես ով պիտի հավատար նրա պատմություններին։ Իսկ գիտեք, ըստ հրեական օրենքի այս կնոջը սպառնում էր քարկոծում։ Բայց ինձ հետաքրքիր է Մարիամի արձագանքը։ Մարիամն ասաց. ահա ես Տիրոջը աղախինն եմ։ Քո ասածիդ պես թող լինի ինձ, եւ հրեշտակը իր մոտից գնաց։ Թեև իմ ուղեղը, թեև ես չեմ կարող այն հասկանալ, չեմ կարող այն ընկալել, թեև այն չեմ կարող վերլուծել, թեև ես մարդկորեն չունեմ այդ հարցերի պատասխանները եւ չեմ էլ կարող այդ պատասխանները ամբողջությամբ ընկալել եւ հասկանալ, նա դեռ իր շփոթության մեջ էր, բայց մի բան, որ յուրահատուկ է դարձնում Մարիամին, դա խոնարհությամբ ընդունելը Աստծո պատգամի։ Ես Տիրոջը աղախինն եմ, թող այդպես լինի։ Խոնարհության ինչ բացառիկ դրսևորում։ Մենք Աստծո պատգամները միշտ վերլուծում ենք ըստ մեր պայմանների, ըստ մեր կարողությունների, ըստ մեր իրավիճակների, ըստ մեր ցանկությունների եւ ըստ մեր շահերի, թե որքանով է Աստծո պատգամը, որ մեզ փոխանցվում է, եկեղեցում կլինի դա, քարոշչի միջոցով կլինի, սուրբ գրքի միջոցով կլինի, որևէ այլ կերպերով, երբ որ Աստված խոսում է մեզ, մենք այն վերլուծում ենք ըստ մեր պայմանների, որքանով է այն հնարավոր, որքանով է այն մեզ շահավետ եւ որքանով է մեր նպատակներին, մեր ցանկություններին, մեր կարիերային եւ այլն համահունչ եւ ըստ այնը մենք ընդունում այն կամ մերժում այն, այդպես չէ։ Ընդունել Աստծո պատգամը հրեշտակի կողմից հնչած այդքան հեշտ գործ չէր, բայց եւ այնպես Մարիամը խոնարհությամբ այն ընդունում է։ 6 համարից 49 համարներում կարդում ենք. Մարիամն ասաց. իմ անձը կմեծացնե Տերը, իմ հոգիս ուրախացավ իմ փրկիչ Աստծուծմով, որովհետև իր աղախնի խոնարհությանը նայեցավ, ուշադրություն դարձրեք, իր աղախնի խոնարհությանը նայեցավ, քանզի ասիկե ետքը բոլոր ազգերը ինձ երանություն պիտի տան։ Որովհետև հզորը ինձի մեծամեծ բաներ հրավ եւ անոր անունը Սուրբ է։ Մարիամը իր փառաբանության երգի մեջ մեծարում է Աստծուն, ուրախանում է Աստծուծմով եւ ասում է Աստված իր աղախնի խոնարհությանը նայեց։ Գիտեք Աստված ինչին է նայում։ Նայում է մարդու խոնարհությանը։ Նախքան Աստված մեծամեծ գործեր կանի մեր կյանքում,
Աստված նայում է մարդու խոնարհությանը, ոչ թե նայում է մարդու կարողություններին, ոչ թե նայում է մարդու հնարավորություններին, ոչ թե նայում է մարդու խելքին, երբ որ մենք ուզում ենք մի գործում հաջողություն ունենանք եւ մեզ պետք է այդ հարցում ինչ որ մեկը գործընկեր, այսպես ասենք, մենք ինչին ենք նայում։ Մարդու կարողություններին, մարդու տաղանդներին, մարդու, չէ, հնարավորություններին եւ այլն, բայց Աստված դրան չի նայում։ Ասում է Աստված իր աղախնու խոնարհությանը նայեց։ Եվ հետո ասում է Աստված մեծամեծ գործեր է անում։ Աստված է խոնարհին բարձրացնողը։ Երկրորդ պատմությունը։ Այն արձանագրված է Պողոս Առաքյալի Փիլիպպեցիներին ուղված նամակում 2-րդ գլխում 5-ից 11-րդ համարներում։ Ձեզանից ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանքն ունենալով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը, հապա իր անձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, մարդու կերպարանքով է ինքն իրեն խոնարհեցրեց։ Միջև իսկ մեռնելու հոժարեցավ եւ այն էլ խաչի մահվամբ։ Սրա համար Աստված էլ նրան խիստ բարձրացրեց եւ նրան մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է, վասնզի Հիսուսի անունին կծնրադրեն երկրավորները եւ սանդարամետականները եւ ամեն լեզու դավանի թե Հիսուս Քրիստոս Տեր է, Հոր Աստծո փառքի համար։ Ամեն։ Այս հատվածում Պողոս Առաքյալը քրիստոնյաներին հորդորելու համար, որպեսզի ունենան խոնարհություն, օրինակ է բերում Աստված հայտնությունը։ Այսինքն Սուրբ Ծնունդը, այսինքն Քրիստոսի մարմնավորումը։ Գիտեք, այսօր մենք ոչ միայն տոնակատարում ենք Սուրբ Ծնունդը, այսօր նաև մենք տոնակատարում ենք Աստվածայտության տոնը։ Քրիստոսի մկրտության տոնը։ Ջրորդ ներկը։ Եվ ասում է տեսեք, նույն միտք ունեցեք, ինչ որ Քրիստոսն ուներ։ Որն էր այդ միտքը։ Ասում է Աստծո կերպարանքը ունենալով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը, հապա իր անձը ունայնացրեց, պարպեց, դատարկեց, ծառայի կերպարանք առավ, մարդկանց նման լինելով, մարդու կերպարանքով ինքն իրեն խոնարհեցրեց։ Մինչ բոլորը ուզում են իրենց բարձրացնեն, ամեն մարդ իր պատիվն է փնտրում, ամեն մարդ իր դիրքն է փնտրում, ամեն մարդ իր անունն է փնտրում, ամեն մարդ իր ծափահարություն, իրեն արժանի ծափահարություններ եւ գովասանքներ է փնտրում։ Մենք մարտարարածներս այդպես ենք, մեկը մեզ արժանի վերաբերմունք չի ցուցաբերում, անմիջապես գլուխներս թեքում ենք, դուք ով եք, ես ով եմ, դու քեզ նայի, ես ինձ նայի եւ այլ, ինչա թե մի քիչ ավելի լավ ենք հագնված, ինչա թե մեր մատին մի քիչ ավելի, չգիտեմ, ադամանդե քարով մատանիկա դրած, կամ այսպես ոսկե ցեփ ունենք, կամ լավ մեքենա ունենք, կամ մի քիչ լավ տուն, կամ մեր ամուսինը, գիտեք ով է, ինչ է աշխատում եւ այն, կամ կինս տեսել եկել մի հատ նրանն է, մի հատ քեզն է, այ մարդիկ այս բաների մեջ են, միջ մարդիկ այս իրենց ներկայացնելու, իրենց բարձրացնելու կռիվների ու պայքարների մեջ են, ահավասիկ կար մեկը, որ Աստծո փառքն ունենալով, Աստծո կերպարանքն ունենալով, մեկը որ արարել էր ամեն բան, երկինքն ու երկիրը, դուք հասկանում եք, երկիր մոլորակը իր ողջ փառքով փոշեհատիկ է տիեզերքի մեջ, փոշեհատիկ իսկ չի տիեզերքի մեջ, որ մնաց մենք այդ երկրից վրա հողից ստեղծվածներս, ու այդ ամեն փառքի Տերը ասում է ես ձեր մեջ ծառայի պես եղա, իր աշակերտներին ասաց, ով է մեծ, սպասավորը թե սեղան նստողը, բնականաբար սեղան նստող, ասում է, բայց ես ձեր մեջ սպասավորի պես եղա, ինչու նա ծնվեց եկավ աշխարհ, սպասավորություն մատուցելու մեզ, նա թողեց իր աստվածային փառքը, մարդկանց կյանքերում հրաշքներ էր գործում, երևակայելի գործեր էր անում, եւ
Մարդիկ երբ որ իրենց կորցրած ուզում էին ամենտեղ գնային հայտարարեին դրա մասին, որ տեսեք Հիսուս ինչեր է արել։ Նա ասում էր մարդու բան մի ասա։ Որովհետև նա փառք չէր փնտրում։ Նա մարդկանցից գովասանք չէր փնտրում։ Նա մարդկանցից ծափարություն չէր փնտրում։ Նա ինքը փառքերը թողեց եւ եկավ աշխարհ։ Ծառայի կերպարանք առավ, մարդ դարձավ, ծառայություն արեց եւ հետո դավաճանվեց, հետո ուրացան իրեն, հետո ծաղրեցին, ապտակեցին, մտրակեցին եւ վերջապես խաչեցին ամենաամոթալի մահվան արժանացնելով։ Երբեք չփոխվեց։ Գիտեք Հիսուսի մեծությունը ինչու ներկայանում։ Նա խաչի վրա, նա իր տառապանքների մեջ իր բնույթը չփոխեց։ Նա խաչի վրա աղոթում էր, ասում էր հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Գիտեք ինչ, մենք կարող է շատ լավ սիրուն խոնար անձնավորության այսպես կերպարի մեջ լինենք, մինչ այն պահը, քանի դեռ մեր ոտքին չեն կանգնել, քանի դեռ մեկը մեզ վնաս չի տվել, քանի դեռ մեկը մեզ չի նեղացրել, քանի դեռ մեկը մեզ ինչ-որ չոր կոպիտ խոսք չի ասել։ Երբ որ այդպիսի վերաբերմունքի ենք մենք արժանանում, մեկ էլ հանկարծ մեր միջից ուրիշ մեկն է արթնանում։ Կռիվ, էս, են, դու ով ես եւ այլն։ Անկամ նրա աշակերտներից մեկը, երբ որ եկել էին Հիսուսին ձերբակալելու, այսպես պրովոկացիայի գնաց։ Սուրը հանեց եւ Հիսուսին ձերբակալողներից մեկի ականջը կտրեց, այսպես սրով հարվածեց եւ ականջը կտրեց։ Դրանով ցանկանալով Հիսուսին ներգրավի ինքնապաշտպանության այդ կռվի, այդ պայքարի մեջ, որ վերջապես սկսվի այդ կռիվը, սկսվի այդ պատերազմը, իշխանության գա Քրիստոս։ Նա կարծում էր, Պետրոսը կարծում էր, որ Հիսուսը իշխանության պետք է գա, այսինքն այդ մարգարեությունը, որ Մարիամին տվել էր, որ նա Դավթի աթոռի վրա չէ, պետք է իշխան լինի, այս լինի, այն լինի, եւ այլն, վերջապես սա է այդ պահը, որ հիմա ըմբոստանանք, հիմա սկսենք կռիվ տալ։ Իմիջայլոց 70 թվական, 68-69 թվականներին այդպես սկիզբ առավ, Իսրայելի կործանումը այդպես սկիզբ առավ։ Երկու հրյաներ ըմբոստացան ուրեմն հռոմեական իշխանությունների դեմ, երբ նրանք ցանկանում էին տաճարի ոսկուց վերցնեին ինչ որ որպես հարկ, ըմբոստացան եւ ժողովուրդը դեմ ելավ եւ սկսեցին կռիվ տալ, միջև այն աստիճան, որ սկզբնական շրջանում որոշակի հաղթանակ ունեցան հռոմեացի զինվորների դեմ, բայց հետո երբ որ Տիտոսը կայսրի կողմից նշանակվեց եւ եկավ ճնշելու այս ըմբոստությունը, ծանր, սարսափելի ծանր հետևանքներ ունեցավ, միլիոնից ավել մարդ մեռավ միայն քաղաքի մեջ, որովհետեւ տոների արդիվ եկել էին քաղաք եւ հռոմեացի զինվորները պաշարեցին ու թույլ չտվեցին որևէ մեկը դուրս գա։ Իշխանուհիներից մեկը իր զավակին էր ուտում, այդպես սով էր քաղաքում։ Եվ Պետրոսը այդ սցենարը, որ պիտի կրկնվեր հետո 70 թվական, Պետրոսը 30-33 թվականին այդ սցենարով էր ուզում գնալ առաջ, հա, ասենց սուրը հանեց եւ զինվորի ականջը կտրեց, իսկ Հիսուսն ասաց Պետրոս սուրը տեղը դիր, սուր վերցնողը սուրով էլ կընկնի։ Եվ բժշկեց։ Մնաց նույն սիրողը, հասկանես, որովհետև այդ ծառան իր թշնամին չէր, այդ ծառան էլ իր ստեղծածն էր։ Հայրների նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Խոսքն ասում է, սրա համար էլ Աստված նրան խիստ բարձրացրեց եւ նրան մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է, որպեսզի Հիսուսի անվանը ծնրադրեն
թե երկնավորները, թե երկրավորները եւ թե սանդարամետականները անդրշիրիմյան աշխարհի բնակիչներն էլ երկրպագեն Հիսուսին, այսինքն նա փառավորվեց։ Երրորդ պատմությունը, սիրելիներս, դա էլ Մոգերի պատմությունն է։ Սա էլ կարդանք եւ կարճ ամփոփենք այս երեք պատմությունները։ Մատթեոս ավետարան 2-րդ գլուխ 1-12 համարներ։ Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմի մեջ, Հերովդես թագավորին օրերը, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ ու ասացին, որտեղ է նա, որ հրեաների թագավոր ծնավ։ Վասնզի մենք արևելքի մեջ անոր աստղը տեսանք եւ եկանք նրան երկրպագություն անելու։ Երբ Հերովդես թագավորը լսեց, խռովվեցավ եւ բոլոր Երուսաղեմն իրեն հետ, հապա ժողվելով բոլոր քահանայապետներն ու ժողովրդին դպիրները հարցուց անոնց, թե Քրիստոս ուր պիտի ծնանի։ Անոնք էլ իրեն ասացին Հրեաստանի Բեթլեհեմի մեջ, վասնզի այսպես գրված է մարգարեին ձեռքով. դու Բեթլեհեմ, Հուդայի երկիր, Հուդայի իշխաններուն մեջ բնավ փոքր մեկը չես, որովհետև քեզանից իշխան պիտի ելնե, որ իմ Իսրայել ժողովուրդը պիտի հովվե։ Այն ատեն Հերովդեսը ծածկաբար մոգերը կանչեց եւ ստուգեց նրանցից աստղի երևցած ատենը, զանոնք Բեթլեհեմ ղրկելով ասավ. գնացեք, ստույգ իմացեք այն մանուկին վրայով ու երբ գտնեք ինձ իմացուցեք, որպեսզի ես ալ երթամ անոր երկրպագություն ընեմ։ Երբ անոնք թագավորեն այս բանը լսեցին, գնացին եւ ահա այն աստղը, որ արևելքին մեջ տեսել էին, անոնց առջևեն գնաց, կեցավ մանուկին եղած տեղին վրա։ Երբ տեսան աստղը, շատ ուրախացան, տուն մտնելով տեսան մանուկը իր մոր Մարիամին հետ եւ ընկան երկրպագություն արեցին։ Իրենց գանձերը բանալով ընծաներ տվեցին անոր ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Եվ երազի մեջ հրաման առնելով, որ նորեն Հերովդեսին չդառնան, ուրիշ ճամփով գնացին իրենց երկիրը։ Մոգերը սրանք իմաստուններ էին, սրանք հին ազգերի ներկայացուցիչներ էին, որոնք հինավուրց գիտելիքների եւ գիտության էին տիրապետում, նրանք կարողանում էին ուսումնասիրել երկինք, ուսումնասիրել տիեզերքը, ուսումնասիրել աստղերը եւ աստղերին հետևելով նրանք կարողանում էին մարգարեանալ։ Սա հին գիտություն էր։ Մոգերը հեթանոս աշխարհի իմաստունների, հեթանոս աշխարհի գիտության, հեթանոս աշխարհի փառքի ներկայացուցիչներն էին այս պատմության մեջ։ Եվ Աստված մոգերին տալիս է այս հայտնությունը, նրանք տեսնում են երկնային մի մարմին եւ համադրելով այլ մարմինների հետ եւ այլն հասկանում են, որ մարգարեությունը նրանք ուսումնասիրած մարդիկ էին, գրքեր ուսումնասիրած մարդիկ էին, այդ թվում նաև հրեական թորան ուսումնասիրել էին, հրեական գրքերն էին ուսումնասիրել, որ կարողացել էին հասկանալ, աստղերին հետևելով հասկանալ, որ հիմա է ժամանակը, որ պիտի ծնունդ առներ երկնային իշխանը։ Իմիջիալոց հրեաները, որոնք այդքան լավ գիտեին, խոսքի մարդիկ էին, իրենց գրքերը լավ գիտեին, լավ ուսումնասիրում էին, փարիսեցիները, դպիրները, չէ, մյուսները լավ ուսումնասիրում էին գրքերը, որոնց որ Աստված այդքան հայտնություններ էր տվել, նրանք չկարողացան հասկանալ, որ հիմա է ժամանակը որդու ծնունդի կամ Աստված հայտնության ժամանակը հիմա է, որ պետք է խոստացյալ Մեսիան ծնունդ առնի։ Իմիջիալոց Հիսուս նրանց դրա մեջ էլ հանդիմանեց, ասեց երկնքի նշանները քննել գիտեք, բայց մարդու որդու գալստյան նշանները չեք կարողանում քննել։ Այս մարդիկ կարողացան քննել ու հետևել այդ աստղի շարժին։ Հիմա իրականում ինչ էր այս աստղը, մեր խնդիրը սա չէ վերլուծել, կան աստվածաբաններ, հնուց եկած դեռ, որ տարբեր կարծիքներ են արտահայտում, ոմանք ասում են, որ սա իրոք երկնային աստղ էր, սա իրոք աստղ էր, եւ անգամ տարիներ առաջ National Geographic-ը, սա համաշխարհային մեծ ամսագիր է, գրել էր,
NASA-ի գիտնականների կողմից հաշվարկ է եղել, որ իրոք նման դեպք տեղի ունեցել եւ երկրի վրա նման դեպք 20,000 տարին մեկ կարող է տեղի ունենալ եւ ես հիմա չեմ ուզում շատ մանրամասնեմ, որովհետեւ ինֆորմացիան կարդացել եմ, բայց լավ չեմ հիշում, որ մանրակրկիտ ձեզ ասեմ, այնտեղ Յուպիտերը, Մարսը ինչ է եւ Արեգակը մի գծի վրա են լինում եւ ինչ է տեղի ունենում եւ այլն, այսպես մի բան կարդացել եմ ինքս։ Կարդացել եմ, բայց չեմ կարող այն վերարտադրել, քանի որ իմ մասնագիտությունը չէ։ Ոմանք ասում են, որ իրոք դա աստղեր կամ ինչ որ երկնային տենց երևույթ էր, ոմանք ասում են դա կարող էր լինել ուրեմն այլ երկնային մարմին, հա, ինչպես գիսաստղ կամ ուրիշ երկնակար կարող էր լինել, այդ երկնակարի շարժն են հետևել եւ այլն, իսկ ուրիշներն էլ կան, եկեղեցու հայրերից կան, որ ասում են, որ դա հրեշտակ է եղել։ Դա հրեշտակ է եղել, որը իր փայլով ուղղորդել է, երկնքից ուղղորդել է դեպի Բեթլեհեմ, բայց սա չէ էականը։ Էականը այն է, որ ինչ է Աստված, ինչ լեզու է օգտագործում։ Տեսեք, այս մարդիկ հրեական կանոնի, հրեական պաշտամունքի հետևորդներ չէին։ Սրանք հեթանոս մարդիկ էին։ Ոմանք կարծում են, որ այս մարդիկ Պարսկաստանից եկան, այնտեղ այդ կողմից եկան այդ մարդիկ, բայց կան փոքրաթիվ, բայց բավական հիմնավոր կարծիքներ, որ անգամ դրանք կարող էին Հայաստանի կողմից եկածած լինեին։ Իմիջիայլոց տեղեկություն ասեմ, մենք պատմական ունեցել ենք Մոկած գավառը, չէ՞։ Մոկած գավառը ինչ է նշանակում Մոկած գավառ։ Մոկած նշանակում է Մոգերի գավառ։ Իսկան այդ աստղադիտարանները մեր, չէ՞, Սիսիանի մոտ, Քարաունջը եւ այլն, եւ ուրիշ տեղեր էլ վկայում են, որ հայերը բավական զարգացած են եղել աստղագիտության մեջ։ Եվ մենք անգամ ունեցել ենք Մոկած գավառը, որ Մոգերի գավառն է եղել, այնտեղ զարգացած է եղել դա։ Ինչ որ այնքան կարծիք կա, որ հնարավոր է այս տարածաշրջանից այս տարածքներից գնացած լինեն այդ մարդիկ։ Էական չէ, ինչպես մեր հովիվներ ասում, կգնանք երկինք կիմանանք, բայց ինչն է հետաքրքրական, որ Աստված օգտագործում է նրանց պաշտամունքի առարկան, հա, նրանք արևապաշտ էին, նրանք աստղերն էին պաշտում, նրանք, չէ, սրան էին հետևում, սա էր նրանց ուղղորդողը, եւ Աստված օգտագործում է նրանց պաշտամունքի առարկան, եւ այդ պաշտամունքի առարկան գնում է եւ կանգ է առնում Հիսուսի ծննդավայրի վրա եւ կարծես լուսավորելով այդ վայրը ասում է, որ սա է արժան պաշտամունքի, սա է արժան երկրպագության ու իրենց հայացքը իրենք աստղից իջացնում են նորածին մանուկի վրա եւ ում են երկրպագություն մատուցում աստղին շարժվող սա մի հրաշք էր սա sense բան չէր եղել կամ եթե եղել էր գուցե դրանից 20,000 տարի առաջ ինչպես NASA-ի գիտնականներն են ասում բայց նրանք երկրպագությունը չեն մատուցում աստղին, այլ երկրպագությունը մատուցում են մսուրի մեջ, գոմի մեջ, ծնունդ առած այս մանկանը եւ իրենց թանկարժեք նվերները, ոսկին, կնդրուկը եւ զմուրսը նվիրաբերում են նրան, երկրպագելով, խոնարհվելով նրա առաջ։ Այստեղ էլ կա նաև խորհրդապատկեր, որ հեթանոս ազգերը պիտի լուսավորվեն Քրիստոսի լույսով եւ Աստված բարձրացնում է նրանց։ 3 պատմություններ, 3 դասեր ձեզ եւ ինձ համար, կարճ։ Առաջին Աստված մեծ ծրագրեր ունի եւ նրա գործերը գերբնական են քո կյանքում եւ իմ կյանքում։ Աստված մեծ ծրագրեր ունի եւ նրա գործերը գերբնական են։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք Աստծո մասին, մենք ասում ենք մենք հավատում ենք Աստծուն, մենք հետևում ենք Աստծուն, չգիտեմ, մենք սիրում ենք, մենք քրիստոնյա ենք եւ այլ, մենք պետք է հասկանանք, մենք գործ ունենք մեկի հետ, որը գերբնական գործեր է անում։ Աստծո մասին պատկերացումները չպետք է սահմանափակվի լոկ մոմ վառելով այսպես մատաղ անելով, կամ մեկ-մեկ կնունք անելով, կամ մեկ-մեկ թաղում անելով, խաչը պատչելով,
այդպես խաչակնքվելով, որոշ կրոնական տոներ պահելով, ու վերջ, չէ թանկագինս, այդ չի, սա չի, Աստված մարդու հետ ունի ծրագիր և Աստծո ներգործությունները մարդու կյանքում գերբնական են, երեք պատմությունների մեջ էլ մենք տեսնում ենք գերբնական այցելություն, Մարիամի դեպքում է գերբնական այցելություն տեղ ունենում, Հիսուսի ծնունդը կամ Հիսուսի աշխարհ գալը ինքնին գերբնական էր, Աստված մարմին է առնում, գերբնական հայտնություն, և մոգերի դեպքում մենք տեսնում ենք երկնային մարմիններն է տեղաշարժում հավատի բերելու համար, իրեն բերելու համար, այդպես և վստահ եղի, Աստված եթե քո հետ գործ է սկսել, նա գործելու է գերբնական կերպով, ու պիտի հավատաս սրան, ու պիտի հավատաս, որովհետև Աստված հրաշքների Աստված է, Աստված քո կյանքում եթե գործ սկսեց, Պողոս առաքյալն ասում է միջևերջ պիտի կատարի, այդ ինչ է նշանակում միջևերջ, այդ նշանակում է, որ որքան էլ խոչընդոտներ լինեն, որքան էլ դժվարություններ լինեն քո կյանքում, որքան էլ պատնեշներ լինեն, որքան էլ խնդիրներ լինեն քո կյանքում, հիշի, եթե դու Աստծո ձեռը բռնած սկսեցիր ճամփա ելնել, Աստված գերբնական կերպով միջև ավարտ հասցնելու է այն։ Ուրեմն հավատա Տեր Հիսուսին, հավատա քո Փրկչին, հավատա նրա գործերին, նա հզոր գործեր է անել, ինչպես Մարիամը վկայեց, ասում է, Տերը մեծամեծ գործեր է անում, մեծամեծ գործեր է անում Տերը։ Մարիամը կարող էր դա ընկալել, ոնց կլինի այդ երեխայի ծնունդը, ոնց է լինելու, էս է լինելու, այն է լինելու, չէ, ինչ վտանգներ կարող էր պատկերացնել, հարցրեց, հրեշտակը պատասխանեց, բայց ասեց, հա, հասկացա, ուրեմն Պաստորն Սուրբ Հոգին երբ որ գային վրա, ես հղանալու եմ, էսա լինելու, այնա լինելու, չէ, այդ վերլուծությունները նա չարեց, ու ոչ էլ հասկացավ դա ոնց կարա լինի, ասեց Տեր, ես քո աղախինն եմ, թող քո ասածով լինի, ընդամենը ավելի երկրորդ կետին է մեր համապատասխան, ընդամենը անձը խոնարհեցնելով Աստծո գերբնական գործերը իրականանալու են քո կյանքում։ Երկրորդ, սրտի խոնարհությունը Աստծո առաջ կարևոր նախապայման է նրա գործերի իրականացման համար։ Երեք պատմություններում էլ մենք տեսնում ենք սրտի խոնարհություն։ Մարիամը խոնարհվեց, այո, խոնարհվեց։ Ասում է, Տերը իր աղախնի խոնարհությունը տեսավ։ Երբ որ Աստված տեսնում է ինձ և քեզ, ի՞նչ է տեսնում։ Խոնարհված սիրտ, թե գոռոզամիտ, հպարտ։ Ասում է դու ով շնորհընկալ կույս, դու կանանց մեջ երանելի ես, չէ։ Այսպես, քիթը չի բարձրանում վերև, էլի ոնց։ Ուրեմն իմ նմանը չկա այսպես։ Ոչ։ Խոնարհեցնում է իր անձը։ Մարիամը խոնարհվեց։ Հիսուսի համար գրված է իր անձը խոնարհեցրեց, ճիշտ է, Փիլիպպեցիս նամակի մեջ երկրորդ գլխում կարդացինք, ասում է իր անձը խոնարհեցրեց։ Եվ միջև վերջ իր անձը խոնարհեցրեց։ Նա Պետրոսին ասում է, դու կարծում ես, չեմ կարող հորը աղաչել, որպեսզի 10 լեգիոն հրեշտակային գունդ ուղարկի ինձ պաշտպանելու համար։ Այստեղ մարդու ուժը երևում է ոչ թե նրա կարողությունների մեջ, այլ նրա համեստության մեջ։ Հիսուսի կարողությունները թույլ էին տալիս երկնքից 10 լեգիոն հրեշտակային գունդ բերել և իրեն պաշտպանել։ Հիմա ամեն մի հռոմեական լեգիոնը 10-ից 20 հազար զինվորից էր բաղկացած։ Դուք պատկերացնում եք 10 լեգիոն, գրեթե 200 հազարանոց հրեշտակային բանակ բերեր իրեն պաշտպանելու համար։ Երբ որ սատանային այտության գրքում կարդում ենք, ընդամենը մեկ հրեշտակն է շղթայում, կապում և անդունդը նետում, մեկ հրեշտակը, 200 հազարը ինչ կարային անային։ Բայց այստեղ կարողությունների մասին չէ, այստեղ քո ով լինելու մասին է, քո խոնարհ սրտի մասին է։ Սրտի խոնարհությունը դա կարևոր նախապայման է, որ Աստված գործի քո կյանքում։ Մոգերը խոնարհվեցին։ Տեսեք, մոգերին ով է ընդունում Երուսաղեմում։ Հերովդես թագավորը։
Այսինքն սրանք հասարակ մարդիկ չէին։ Եվ մի կարծեք Հերովդես թագավորը, որ քաղաք էր մտնում, բոլորին կանչում էր իր մոտ, բոլորին հյուրընկալում էր։ Ոչ։ Պատվավոր մարդիկ էին սրանք, ճանաչված, հզոր մարդիկ են, որ թագավորներն էին ընդունում իրենց։ Եվ թագավորություններ կային, որոնք որ առանց մոգերի հետ խորհրդատվության ոչ մի քայլ չէին անում։ Թագավորներն էին ընդունում, բայց Մանուկ Հիսուսի առաջ գրված է նրան երկրպագեցին, խոնարհվեցին նրա առաջ։ Սրտի խոնարհումը կարևոր նախապայման է, որովհետեւ Աստված իր հզոր գործերը գործի իմ եւ քո կյանքում։ Եվ երրորդ կարևոր դասը ու վերջին այսօրվա համար։ Աստված բարձրացնում է խոնարհածին։ Աստված բարձրացնում է խոնարհվածին։ Միշտ հիշեք սա։ Աստված խոնարհվածին է բարձրացնում։ Աստված գոռոզներին, հպարտներին հակառակ է կենում գրված է, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Եվ բարձրացնում է Մարիամի համար գրված է, որ նա Ղուկաս 1:48-ն ասում է, վասնզի իր աղախնի խոնարհությանը նայեցավ, քանզի ահա ասկե ետքը բոլոր ազգերը ինձ երանություն պիտի տան։ Ինչին նայեց Աստված եւ հետո Աստված ինչպես բարձրացրեց Մարիամին։ Ասում է խոնարհությանը նայեց եւ սրանից հետո բոլոր ազգերը ինձ երանություն պիտի տան։ Եվ Մարիամը երանելի է։ Երանելի է իր մայրը։ Երանի քեզ ով Մարիամ, որովհետև քո խոնարհության շնորհիվ էր, որ փրկagorցություն իրականացավ, որ Քրիստոս ծնունդ առավ, քո խոնարհության, հնազանդության, թեև ամեն բան ընկալելի չէր, եւ դու կարայիր պատկերացնել, թե ինչ տեսակ ցավերով պիտի անցնեիր, բայց քո խոնարհությունը, քո հնազանդությունը փրկություն բերեց բոլոր ազգերին։ Երանելի ես Մարիամ, Աստված բարձրացնում է խոնարհին։ Հիսուսի համար գրված է, հնազանդվեց մահվան եւ այն էլ ասում է խաչի մահվան, դրա համար էլ ասում է Աստված նրան այնպիսի անուն տվեց, որ ամեն անունից վեր է, որպեսզի նրա անվանը գրված է ծնրադրեն բոլորը, երկրավորները եւ սանդարամետականները։ Աստված խոնարհածին ինչ է անում։ Բարձրացնում է։ Հիսուս իջավ ամենա ներքևի աստիճան իջավ։ Խոնարհվեց, բայց Աստված նրան բարձրացրեց եւ այնպեսի անուն տվեց, որ բոլոր անուններից վեր է։ Եվ մոգերի դեպքում կարող ենք ասել, այս երկրպագությունը, այս խոնարհումը Աստծո առաջ մի չերյաները հպարտությամբ, գոռոզությամբ նրա արժանի տեղը ցույց տվեցին խաչը, սա է քո արժանի տեղը, Հիսուսին ցույց տվեցին խաչը, հեթանոս ազգերը, որոնց խորհրդապատկերն էին այս երեք մոգերը, խոնարհվեցին վերջապես նրա առաջ։ Դրա համար էլ Աբրահամին տրված բոլոր խոստումները, թագավորության խոստումը փոխանցվեց Քրիստոսի միջոցով, փոխանցվեց այս խոնարհված ազգերին։ Նրանց է պատկանում փառքը եւ լույսը։ Թանկագին բարեկամ, Սուրբ ծնունդը խոնարհության մասին է։ Սուրբ ծնունդը Աստծո առաջ մեր սրտերը խոնարհեցնելու մասին է։ Խոնարհվիր Աստծո առաջ եւ Աստված քեզ կբարձրացնի։ Իսկ խոնարհվել ինչ է նշանակում։ Խոնարհվել նշանակում է ընդունել սեփական մեղքերը, զղջալ մեղքերի համար, խոստովանել հպարտությունից հրաժարվել եւ խոստովանել, որ Քրիստոս քո փոխարեն խաչի ելավ, որ դու փրկություն ունենաս, սեփական անարժանությունը գիտակցել, կանչել նրա անունը եւ Տերը պիտի փրկի քեզ ու արժանացնի իր որդու արքայությանը։ Այս պաշտամունքի ավարտին ուզում եմ ապաշխարության կոչ անել։ Եթե կա մեկ հոգի այստեղ նստած, այս падգամը լսողներից մեկ հոգի կա, որ կուզի հաշտվել Աստծո առաջ, կուզի ինքն էլ իր սիրտը խոնարհեցնել Քրիստոսի առաջ, պարզապես սրտիդ մեջ, հոգուդ մեջ այս սրտանց այս աղոթքը արա։ Եվ քո հոգու մեջ անձդ խոնարհեցրու Աստծո առաջ։ Որոշում կայացրու, որ այսուհետ հրաժարվում ես քո եսից, քո հպարտությունից, հրաժարվում ես քո մեղքերից ու խոստովանիր մեղքերը Տիրոջ առաջ։ Ասա նրան, Տեր Հիսուս,
Ես էլ իմ անձը խոնարեցնում եմ քո առաջ։ Ինչպես Մարիամը խոնարհվեց, ինչպես մոգերը խոնարհվեցին, ինչպես դու խոնարհվեցիր հանուն իմ փրկության։ Աղաչում եմ Տեր Հիսուս, ների՛ր մեղքերս։ Ես զղջում եմ իմ մեղքերի համար։ Խնդրում եմ փրկիր իմ հոգին։ Ձեռքս բռնիր Տեր եւ իրականացրա քո կամքը իմ կյանքի ընթացքում։ Ես որոշում եմ Տեր այսօր եւ հետևել քեզ, դառնալ ճշմարիտ քրիստոնյա, ապրել իմ կյանքի բոլոր օրերը քո խոսքի համեմատ, քո կամքի մեջ, քեզ փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Որդի Աստծո, բարեգութ, ողորմած եւ աննոխակալ, խոնարհում եւ մեծարանք քեզ, ով ծնունդ առած, Աստված երկնային, փառք քեզ, ով Էմանուել, որ դու մեր մեջ ես, մեզ հետ, ու խոստացար հավիտյան մեզ հետ լինելու, եթե միայն խոնարհեցնենք մեր անձը քո առաջ, հավատանք եւ ընդունենք քեզ որպես մեր կյանքի թագավոր։ Այս հռչակումը թող այսօր հնչի շատերի շուրթերից Տեր։ Ճանաչենք եւ ընդունենք քեզ, որ ճշմարիտ սուրբ ծնունդը ոչ թե տոնակատարենք որպես անցյալ իրողություն, այլ այսօր իրականություն մեր կյանքերում։ Բայր քո խաղաղության մեջ Տեր, այս խոսքը լսող, այս պատգամը ընդունող բոլոր սրտերը այցելիր, փրկիր, նորոգիր, բժշկիր, եւ դու փառավորվիր, եւ դու բարձրացրու Տեր խոնարհվածին, անվանդ փառքի համար։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբ անի, եւ ձեր հոգին շունչի մարմին ամենևին անառատ պահի, մինչեւ իր որդի Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր երկրորդ գալուստը։ Եվ այժմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։